Ուկրաինայում պատերազմը ավարտելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում այս տարվա արդեն երկրորդ հանդիպումն են անցկացնում։ Ըստ Սպիտակ տան այսօրվա հանդիպման գլխավոր հարցը Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովումն է, ինչը Ուկրաինային թույլ կտա վերսկսել հացահատիկի արտահանումը։ Reuters-ի տվյալներով կքննարկվի նաև էներգետիկ օբյեկտներին 30 օր չհարվածելու ամերիկյան առաջարկը։ Ռուսական կողմը հանդիպմանը ներկայացնում են Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը եւ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան, իսկ ամերիկյան կողմը ըստ Reuters-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էնդրյու Փիքը եւ պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը։ Նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեկ Fox News-ի հետ զրույցում ասել է, որ լավատեսորեն է տրամադրված եւ առաջընթաց է ակնկալում հանդիպումից, հավելելով, որ ցանկացած համաձայնություն ճանապարհ կհարթի դեպի լիակատար հրադադար։ Կարծում եմ երկուշաբթի Սաուդյան Արաբիայում իրական առաջընթացի ականատես կլինենք, մասնավորապես երկու երկրների միջև Սև ծովում նավերի վրա կրակը դադարեցնելու առումով, եւ դրանից հետո բնականաբար կանցնենք կրակի ամբողջական դադարեցման։ Կրեմլի խոսնակը սակայն թերահավատ է, որ հնարավոր կլինի արագ լուծման հասնել։ Մենք այս ճանապարհի սկզբում ենք դեռ միայն, ասել է Դմիտրի Պեսկովը։ Ռուս-ամերիկյան հանդիպմանը երեկ էլ Ռիադում նախորդել են Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները։ Քննարկվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ժամանակավոր հրադադարի հարցն ու Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու հնարավոր ուղիները։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հանդիպումից հետո գրել է, որ այն արդյունավետ է անցել։ Մենք անդրադարձանք հիմնական կետերին, ներառյալ էներգետիկային։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու նպատակն է ապահովել արդար եւ տևական խաղաղություն մեր երկրի եւ մեր ժողովրդի համար եւ արդյունքում ողջ Եվրոպայի համար։ Մենք աշխատում ենք այդ նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են Սև ծովում հրադադարի հաստատման հնարավորությունն ու այս ռեժիմում նավահանգիստներն ու գետերի ենթակառուցվածքները ներառելը։ Քննարկումը վերաբերում էր երկկողմ հրադադարին։ Մենք չենք հարձակվում նրանց օբյեկտների վրա ծովում, այդ թվում գետերի վրա։ Նրանք չեն հարձակվում մեր օբյեկտների վրա Խերսոնի, Նիկոլաևի եւ Մեծ Օդեսայի նավահանգիստների վրա։ Ուկրաինայի նախագահն իր հերթին երեկվա բանակցությունները կառուցողական եւ օգտակար է որակել, նշելով սակայն, որ անկախ ամեն ինչից անհրաժեշտ է, որ Ռուսաստանի նախագահը կրակը դադարեցնելու իրական հրաման տա։ Ով սկսել է այս պատերազմը, նա էլ պետք է դադարեցնի այն, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Bloomberg-ը հեղումաներով իր աղբյուրներին գրում է, թե ԱՄՆ վարչակազմը հուսով է, որ Ուկրաինայում լիակատար հրադադարի համաձայնության կկարողանան հասնել մինչև ապրիլի 20-ը։ Ռիադում հանդիպումներից առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց։ Ուկրաինան հաղորդել է, որ շաբաթ գիշեր ռուսական անօդաչուների հարվածից Կիևում 3 մարդ է սպանվել։ Հարձակման է ենթարկվել նաև Զապորոժիեն, Խարկովը եւ այլ շրջաններ։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական անօդաչուները հարվածել են Ղրիմի, Բրյանսկի եւ Ռոստովի մարզերին։